շատ հաճախ լսում ենք այսպիսի ելք բժիշկը որոշի, ընդհանրապես հեռացվում է ամբողջ արգանդը, հատկապես եթե այլևս երեխա ունենալու նպատակ չկա, ելնելով երևի թե տարիքային եւ այլ առանձնահատկություններից, շատ մասնագետներ գտնում են, որ բավականին սա խնդրի սխալ լուծման տարբերակ է, քանի որ այնուամենայնիվ կնոջ կարևոր օրգան է հեռացվում։ Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ։ Տեսեք, այդ հարցը բազմիցս տալիս են մեզ, բայց ես միշտ ասում եմ, երբ որ կինը 45 տարեկանից բարձր է եւ ունի խնդիրներ, այդ դեպքում ես ինքս ավելի կողմ եմ արմատական լուծման, արգանդի հեռացման։ Այո։ Որովհետև մեծ հաշվով ցանկացած օրգան ունի իր կարևորությունը, բայց այս դեպքում արգանդը ավելի շատ կարևոր է երեխա ունենալու համար, պտուղը պահպանելու եւ հետո երեխա ունենալու համար, եւ եթե տարին 2-3 անգամ պետք է տերորի ենթարկել նույն բուժարուին, պապ տեստ, փայփլ բիոպսիա, հա, գիստերոսկոպիա, այդ դեպքում ես գտնում եմ, որ ավելի ճիշտ է, ավելի արմատական վիրահատություն։ Այսպիսով խնդիրը ավելի արագ լուծելու համար, թե ավելի վերջնական լուծելու համար։ Խնդիրը ավելի վերջնական լուծելու համար։ Ահա, շատ լավ։ Չնայած անցաչափած ես վիրահատություն ունեի 33 տարեկան կիներ բազմա թիվ միոմատոզ հանգույցներով, կինը ինձ ասեց, որ ես ցանկություն չունեմ երեխա ունենալու, խնդրում եմ իմ արգանդը հեռացրեք, եւ ասեմ, որ ինքը երեխա չուներ։ Մոտ 8-9 միոմատոզ հանգույցներ 2 սանտիմետրից մինչև 9 սանտիմետր, բայց ես իհարկե չհամաձայնվեցի եւ արեցի կոնսերվատիվ միոմեկտոմիա, այսինքն այդ բոլոր հանգույցները մաքրեցի եւ արգանդը պահպանեցի։ Կատարվեց օրգան պահպան վիրահատություն, դա իմ համար բնականաբար ավելի ստրեսային իրավիճակից ելնելով այդպիսի որոշում եք կայացրել։ Դրա համար պետք է ավելի adekvat եւ ճիշտ որոշում։ Եվ յուրաքանչյուր դեպքի երևի թե ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերել։